Ազատ մարդիկ և գերիներ։ Ուրեմն այսօր քննարկենք այս խոսքերը։ Արգինե Քուրչյան, դու նորից այս գլուխը կարտա ու հադիկ քննարկենք, լավ։ Սկսե կարտալ։ Երբ ասում խոսեցավ, շատ մարդիկ իրեն հավատացին։ Այն ատեն Հիսուս իրեն հավատացող հրեաներուն ըսավ. Եթե դուք իմ խոսքիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք։ Ուրեմն 30-ն ու 31-ը նորից կարտա ու քննարկենք։ Երկու խոսքեր կամ մեկ խոսք կարտա, ընթացքից քննարկենք։ Երբ ասում խոսեցավ, շատ մարդիկ իրեն հավատացին։ Այն ատեն Հիսուս իրեն հավատացող հրեաներուն ըսավ. Եթե դուք իմ խոսքից մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք։ Ահա, ուրեմն ճշմարտապես ով է Տիրոջ աշակերտը։ Մեկ բառով։ Ով է Տիրոջ աշակերտը։ Ճշմարտապես, մեկ բառով։ Այն մարդը, որ կատարում է ապրես։ Ուրեմն ինչ կրնաս իմանաս, ինքը Աստծո երեխեն է, թե Աստծո երեխեն չէ։ Աստծո աշակերտն է, թե Աստծո աշակերտը չէ։ Եթե դու խոսքը չես կատարել, դու չես կրնա Աստծո աշակերտը եղնես։ Համար առաջին նշան։ Ինչ կրնաս հասկանաս չէ, Հիսուսը կսել, իրանց պտուղներից պիտի ճանաչես իրանց։ Ինչ կրնանք հասկանանք, տվյալ մարդը Աստծունն է, թե Աստծունը չէ։ Եթե Աստծո խոսքը չի կատարել, Աստծո խոսքի մեջ չի կենա, Աստծո աշակերտը չի կրնա եղնի։ Շարունակեք Քուրչյան։ 32 խոսքը։ Եվ ճշմարտությունը պիտի գիտնաք, ու այն ճշմարտությունը ձեզի պիտի ազատե։ Ահա, հերիք է։ Ինչ հասկացար Քուր։ Ինչը մեզի կազատե, Արգին է Քուր։ Մեզի ինչը կազատե։ Ճշմարտությունը իմանալ։ Ահա։ Ուրեմն, եթե Տիրոջ դուք խոսքի ճշմարտությունը։ Շատ ճիշտ է։ Եթե մենք գերության մեջ ենք, ուրեմն չենք կրնա ազատվենք։ Ինչն է պատճառը, ճիշտ պատասխանը չգիտենք։ Ինչ կրնանք գերությունից դուրս գանք, եթե մենք հարցերի ճիշտ պատասխանները կստանանք։ Երեխեք, շատ հարցերի պատասխաններ ոչ մենակ Աստվածաշնչով կստանանք, նաև աղոթքի շնորհիվ։ Չէ՞։ Քսե ինձի կանչե ու քեզի պատասխան պիտի տամ, ու մեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չգիտես։ Այսինքն, կանչելով եւս կրնանք մենք Տիրոջից գիտություն ստանանք, որոնք դու չգիտես, քեզի բաներ պիտի պատմեմ, որոնք դու չգիտես։ Սուրբ Հոգին է մեզի բաներ կպատմե, որոնք որ մենք չգիտենք։ Կամաց այդ մասին է քննարկենք ու խոսանք։ Շարունակեք ուրես։ 33-ը Պատասխան տվին իրեն. մենք Աբրահամի սերունդն ենք ու երբեք մեկուն չծառայեցինք։ Դուն ինչպես կսես, թե ազատ պիտի ըլլաք։ Ահա։ Երեխեք, Աբրահամի սերունդ եղնելը կնա պատճառ հանդիսանա փրկության։ Ում սերունդը կուզես եղի։ Աբրահամի սերունդ եղնելը ծառայություն պատասխանատվություն է, դեռ մի հատ դա խոսք չէ, կարծեմ Աստված եթե ուզենա բարիություն Աբրահամի սերունդներ կարող անել։ Ուրեմն Աբրահամի սերունդ եղնելը, այսինքն պատճառ չի հանդիսանա մարդը փրկվի։ Նմանապես, եթե դու հավատացյալ ընտանիքում ես ծնվել, դիք պատճառ չի հանդիսանա, որ դու փրկություն կունենաս։ Բացարձակ։ Շարունակեք Քուրչյան։ Քսե, կներես, քսե, մենք Աբրահամի սերունդն ենք ու ոչ մեկին ծառայություն չենք արել։ Դիք է կարտա լավ, միանգամից երկու խոսքը իրար միացնենք։ Կարտա Քուրչյան։ Հիսուս պատասխան տվավ անոնց. ճշմարիտ կսեմ ձեզի, թե կամ մեղքի ծառա է։
Խոսքդ ընդհատվավ միամ նորից կկարտաս ճշմարիտ կասեմ քեզի, թե ամեն ով որ մեղք կգործե նա մեղք կկա։ ճշմարիտ ձեզի Հիսուս պատասխան տվավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, թե ամեն ով որ մեղք կգործե, անիկա մեղքի ծառա է։ Ահա։ Ուրեմն ստեղ ինչ ցույց կուտա։ Դու Աստծուն կծառայես, թե մեղքին կծառայես։ Եթե դու մեղքի մեջ ես, դու մեղքի ծառայես, միսա ես Աստծուն կծառայեմ։ Ինչ կապ ունի ում սերունդն ես, ինչ կապ ունի ում տղեն ես, ինչ կապ ունի ում աղջիկն ես, ինչ կապ ունի ուրդեղ կապրես։ Ուրդեղ կեշտաս եկեղեցի։ Կարևորն իք եթե դու արդյոք մեղքից ազատագրվել ես, թե մեղքի ծառայես։ Շարունակեք քուրս։ Եթե ինչ-որ բան ունի կավելցնելու, եթե ինչ-որ բան կա որ բացվել է ձեր մեջը, կրնակ ավելցնեք, երեխեք ջան։ Սա։ Եվ ծառը տանը մեջ հավիտյան չի մնա, բայց որդին հավիտյան կմնա։ Ահա։ Տեսեք ինչ խորը խոսք սավ, ինչ սավ Արգինե ջան, լսա քուր։ Ինչ սավ։ Դե մեղքի մեջ մարդը։ Ահա։ Ոնց կարա հորտապ մեջ լինի։ Ահա։ Հավիտենության մեջ լինի։ Հավիտենության մեջ կարա լինի մենակ ազատ, մաքրված, սրբված, Տիրոջ կամքը կատարող խոսքը լսող մարդը։ Ուրեմն եթե դու մեղքի մեջ ես, ուրեմն տան մեջ չես կրնա մնաս։ Ստեղ նայեք ինչքան կարևոր է, ինչի մասին մեր շեշտը դնել է, կարևոր չէ դու հմի միացել ես, թե չես միացել։ Կարևոր չէ մի դու Տիրոջից եկածես խոսքը կլսես, թե չես լսել։ Կարևորն է եթե դու արդյոք քայլեր կենես մեղքի ծառայությունից դուրս գալու։ Եթե դու մեղքի ծառայության մեջ ես, դու չես կրնա փրկություն ունենաս։ Փորկը չոտ եմ տեր ջան, հրաշք խոսքերի համար։ Եթե դու մեղքի ծառա ես, ուրեմն Աստծո որդի չես կրնա կոչվիս։ Որովհետև Աստծո որդի կոչվի այն մարդիկ, ովքեր որ մեղքից կազատվին։ Դիք որս կուզե եղնենք։ Դոր համար ոչ թե մենք պետք է ամբողջ օր ցկտվենք ինչ-որ բան ունենանք։ Այ մեր ամենամեծ ունեցվածքը դենոր սուրբ կյանքով ապրենք, որ Աստծո որդի կոչվենք ու մեղքի ծառայությունից ազատագրվենք։ Այդ է ամենակարևոր բանը։ Շարունակեք քուրս։ Տեսնենք էլ Տերս ինչ կսե այսօր մեզ։ Եթե բաներ ունիք ավելցնելու, ավելցրեք, հրեշ ջան։ Չէ, ուղղակի ասում եմ, այդ որդին հավիտյան կա։ Այսինքն մենակ որդին ինքն է հավիտյան, որ տան մեջ մնացող։ Ու շարունակում է։ Որդին դիք մեզ է կվերաբերվի քուր ջան։ Ձեզ ազատն է, ճշմարտապես ազատ պիտի է։ Ուստի եթե որդին ձեզ ազատ անե, ճշմարտապես ազատ պիտի լինեք։ Այո, ով է մեզի մեղքից ազատողը։ Ստեղ ինչ կխոսացվի։ Որդին։ Աստծո որդին մեզի կրնա մեղքից ազատել։ Եթե մենք այսօր կզգանք որ մեղքի մեջ կապված ենք, ում պիտի դիմենք որդուն։ Որդին ինչ կենե մեղքից մեզի կազատե։ Շարունակեք քուրս։ Գիտեմ, թե Աբրահամի սերունդն եք, բայց կփնտրեք զիս մերցնել, վասնզի իմ խոսքս ձեր ներսիդին տեղ չունի։ Ահա, երեխեք ստեղ ինչի մասին կխոսա։ Աբրահամի սերունդն ես, բայց մանք ու կասորնցի մերցնես։ Դու գիտեք այսօր հոգևոր ոլորտի մեջ ինչքանպես բաներ կկատարվի։ Հիսուսը քո մեջդ կբնակվի, այն մյուսները, որոնք եկեղեցու մեջ կգտնվին, կգնին հետևիցդ կուզեն քեզի սպանեն։ Ու գիտեք ինչի, որովհետև եկեղեցու մեջ գտնվելը դեռ Տիրոջը հաճելի հավատացյալ քրիստոնյա եղնել չի նշանակե։ Եթե դու Տիրոջինն ես, Տիրոջ երեխին կճանճես ու երբեք չես ընկնի Տիրոջ երեխու հետևից։ Ինչի, որովհետև դու մեղքի ծառա ես ու լույսը կգնի աչքերիդ, աչքերդ կցավա։ Ու շատ արագ կուզես ազատվիս
այդ քրոջից կամ այդ աղբորից ով որ իրաներսը լույս կկրե։ Ինչի, որովհետև դու եկեղեցի եղնելով հանդերձ կգտնվիս մեղքի մեջ։ Հասկնաք երեխեք ջան, ինչ կսեմ։ Որով ուզում ես եղի, ում ուզում ես եղի, Ահա։ Էդի չափանիշ չէ փրկության համար։ Հա։ Կարևորը եղնիս մեղքից ազատ։ Ու հետո, եթե դու Աստծունն ես, քեզի պետք չէ որ հավատացնեն, որ դու Աստծունն ես։ Աստված ինքը իր երեխեքին ցույց կտա, երեխեք։ Հիմա ես ինքս ներսով կզգամ, չէ, երեխեք, ասեմ, մարդ կա կմտնի խմբակ, չեմ կրնա, ծառայություն հասկացնեմ, ուրեմն տվյալ մարդը Աստծուն փնտրելու համար չի եկե։ Ինքը խավար կմտցնե, ինքը մեղք կմտցնե։ Իսկ երբ որ մարդը Աստծուն փնտրելու համար ինքը կուկա եկեղեցի, ինքը այդ ժամանակ դու ինքդ ներսով կզգաս, խաղաղություն կզգաս։ Ես կճանաչեմ իմիններից, չէ, Հիսուսը կսե, ու կճանաչեցնեմ իմիններից։ Մեկ էստեղ մի հատ բան Աստված երեք էր կարծեմ թարակը սփացելուց էր Տերս խոսք կուտար, Աստվածաշունչ կհանեի թե ինչ։ Սա ինչքան կարևոր ամեն մեկը գոնե օրական մեր խոսքը մանգիշ սորվիկ։ Այդ խոսքն որ ձեր մեջը կբնակվելու հեշտ կենի Սուրբ Հոգին ցեզի քիշեցնե։ Տեսեք, հիմա ես կխոսամ, չէ, շատ համարներ անգիշ կսեմ։ Որովհետև ժամանակին շատ համարներ եմ սորվել անգիր։ Հիմի շատ կարևոր որ նորից սկսենք սորվել։ Օրական թեգուս մի ադամ Աստվածաշնչյան խոսք անգիշ սորվենք։ Ահա, Սոֆի Քուրչյան, դու էլ առանձնացոր կնանաս մեկնություններին մասնակցես։ Երեխեք ջան, բոլոր դե մասնակցեք, թող աղբերներն էլ մասնակցեն։ Շարունակեք։ Շարունակեք։ Ես ինչ որ տա իմ հորս քով, զայն կխոսի, եւ դուք ալ ինչ որ տակ ձեր հորը քով, զայն կանեք։ Ահա։ Կսե պատասխան տվավ, հա, կսե ես իմ նորից էլ կարտա այդ խոսքը Քուրչյան։ Ես ինչ որ տեսա իմ հորը, զայն կխոսի, եւ դուք ալ ինչ որ տեսակ ձեր հորը քով, զայն կանեք։ Ահա, երեխեք, ստեղ ինչ կուտա, կան երկու տեսակի հերեր։ Կսե ես կենեմ են ինչ որ հորից եմ տեսե, դուք եկենեք են ինչ որ ձեր հորից եք տեսե։ Են խոսքը կսե, չէ, որ դուք ձեր հորից սադանա եք ու ձեր հոր բաղձանքը կուզեք ենել։ Հիսուսի այդ խոսքերը կհիշեք։ Ուրեմն երկու տեսակի հայրեր կա։ Աստված ու սադանան։ Ուրեմն մարդու հետ շփվելուց դու կզգաս իր հերը ով է։ Ինքը Աստծուն կծառայ թե սադանային։ Եթե մարդու մեջը կա կեղծիք, անկեղծություն չկա, խորամանկություն կա, սուտ կա, կապրի անմակուր կյանքով, ինքը պատրաստ չէ Աստծուն տալ ամեն ինչ, արդեն պարզ է ինքը ում կծառայ։ Ով էր որ Աստծուն չուներ տալու ամեն ինչ։ Սադանեն։ Ճիշտ է, երկնքում ինքը իր հնազանդությունը, որն որ ամենակարևորն էր, որ ինքը պիտի զոհասեղանի եղներ, որ Տեր իրան օգտագործեր իր անունի ու փառքի համար, ինքը լավ Տիրոջը տեմ ուսավ, ես քեզնից պակաս չեմ։ Եսօր շատ մարդիկ կան, որոնք որ երբեք չեն պարգի զոհասեղանին։ Նույնիսկ եկեղեցի է կմտնին ու կսեն ես քեզնից պակաս չեմ։ Չունին վերցնելու բան, չունին սրբվելու բան, չունին մակրվելու բան, իրանք կուզեն որ քեզնից առաջ անցնին։ Բայց չեն է պատկերացնոր, այդտեղ դու չկաս, Հիսուսն է նստած։ Ումից առաջ կանցնես, Հիսուսից։ Հիսուսից դու չես կրնա առաջ անցնես, որովհետև կայրվիս, դու կրնաս Հիսուսից հետո էշտաս, որբիսի պաշտպանվիս։ Պարզ էր, չէ, երեխեք ջան, շարունակե, քուրս։ Պատասխան տվին ու ըսինան։ Մեր հայրը Աբրահամն է, ըսավան ընց Հիսուս, եթե Աբրահամին որդիները ըլայք, Աբրահամին գործերը պիտի գործեիք։ Ահա, մեր հայր հերիք է քուր։
Կսե մեր հայրը Աբրահամն է։ Որ հայրը դե կսե թե Աբրահամի գործեր երեք։ Ուրա ձեր գործերից։ Ինչ կապ ունի դու կսես ես ասես շատ հաջող ես հավատացյալ եմ, գիտես։ Ես է պագաս չեմ հավատա, ինձ չափ հավատացող չկա։ Ուրա քու գործերդ։ Դու արդյոք կենես, լսել եք, չէ, ինձ չափ դու ես հավատա։ Ինձ չափ հավատացող չկա։ Կսե եթե Աստծուն է եղնեիր, Աբրահամին է եղնեիր, Աբրահամի տղեն եղնեիր, Աստծու գործերը պիտի գործեիր։ Բուրա թե Աբրահամի տղեն ես։ Մենք մեր երեխեքին կսենք, չէ, դու իմ երեխես իշխոր չենես, вообще ինձի նման չես։ Դու ինձի նման չես, ես չգիտեմ դու ում երեխեն ես։ Ինչի չգիտես։ Եթե քո երեխեդ չէ, այսինքն Տիրոջը չի ծառայ, ուրեմն սատանային կծառայ։ Պարզեր երեխեք։ Թե ուրդիս կհասկնանք, թե այս մարդը Տիրոջինն է, թե Տիրոջինը չէ, ում կծառայ։ Մարդիկ կեշտան եկեղեցի։ Աստծու հետ կապ չունին вообще, մեղքերի մեջ են։ Որովհետև եկեղեցի իշտալը մեզի հավատացյալ չի դարձնի։ Դու պիտի ուղղակի Տիրոջ կամքը կատարես։ Ապրիսնպես ինչ-որ Աբրահամն է ապրել։ Ապրիսնպես ինչ-որ Քրիստոսն է ապրել։ Եթե դու Հիսուսինն ես, եթե դու Հիսուսի երեխեն ես, շարունակեք քուրս։ Բայց հիմա կփնտրեք սպանել ձեզ, ոնպիտի մարդը, որ ձեզի չկա, որ Աստծմել է, Աբրահամ այդ անը չրավ։ Հա, ցենդ կկդրտեք, լավ նորից կագնի ես կաշտամ, բայց հիմա կփնտրեք սպանել ինձ, այնպիսի մի մարդ, որ ձեզի ճշմարտությունը խոսեցավ, Աստծուց լսեցի, Աբրահամը այդ բանը չրավ։ Նայեք երեխեք, մի ամրը շատ խորը ձևով նայեք այս խոսքին, շատ խորը ձևով։ Բայց հիմա կփնտրեք ինձ սպանելու համար։ Աբրահամի որդիներն եք, բայց կուզեք Աստծու երեխուն սպանեք։ Երեխեք, գիտեք, մարդիկ մենակ ֆիզիկապես չեն սպանել, հոգեպես էլ կսպանեն։ Ու ինչի համար կուզեն սպանեն։ Դուք գիտեք իմ հետևից է իշքան մարդիկ են ընկած, աննան Աստծուց չէ։ Ինչի ճիշտը խոսան ձեր չի տա։ Նայեք, բայց հիմա կփնտրեք սպանել ինձ, այնպիսի մարդու, որ ձեզի ճշմարտությունը խոսեցավ, որ Աստծուց լսեցի։ Դու Աստծուց կլսես ու Աննայի պես շատ կան հոգևորներ, սպես, որ ճիշտը կխոսան, եկեղեցում կսպանեն իջան մեկից։ Աստծուց կլսենք խոսան, դու իրավունք չունիս խոսալու քույրիկ ես, կամ է դու պատասխանատու եղբայր չես։ Այ մարդ, քուրը, աղբերն ինչ կապ ունի։ Տերը չի ընտրե պատասխանատու եկեղեցու անհատներին, Տերը կընտրե պատասխանատու հնազանդ տեղնողներին, ով որ Տիրոջ խոսքը կլսե, ով որ Տիրոջ կամքը կկատարե։ Ու գտեսին որ այդ տվյալ մարդը Տիրոջով լցված է, առաջ կեշտա հոգևոր ոլորտի մեջ, գգնին կուզեն սպանեն։ Ինչի։ Աստծուց կառնի ճիշտ բաներ կխոսա։ Բայց ով կրնա ճիշտը սպանե։ Ճշմարտությամբ դեմ ոչ ոք ոչինչ չի կրնա էնե։ Ով կրնա քեզի սպանե, ով որ ուզենա քեզի հարված է, քեզի ավելի կբարձրացնե։ Հիսուսին որ սպանին ինչ երեցին։ Թագավոր նստեցրեցին։ Ճիշտը չի մեռնի, ճիշտը հավիտյան պիտի կենա, ճշմարտությունը հավիտյան պիտի կենա։ Ոչ թե դուք ճիշտը սպանեք, սիրելիներ, ճիշտը խոսածողին սպանեք, ով որ Տիրոջից կառնի ձեզի կուտա, այլ ձեր միջի մեղքերը Տիրոջով, Աստծով սպանեք, որպեսզի հավիտենական կնանաք ձեր հոր տան մեջ ապրիք։ Եթե Աստված իմ կողքս է, եթե Աստված քու կողքը դե, ով կրնա քեզի թեմ կենա։ Հանգիստ ճիշտը խոսա։ Ու տեսնենք թե ով կուզե սպանել։ Հիսուսին գիտեք որ դեպքում սպանեցին։ Այն դեպքում, երբ որ Տերն էր պատվիրե, դիգել էր Տիրոջ հանձնարարությունը, որ Հիսուսը պիտի մեռներ, ու իր թափված արյունով մենք մեղքերից պիտի ազատագրվեինք։ Այսինքն, ում կրնա սպանես, ով որ Տիրոջից թույլատրված է։
Կարտաքուր 41 խոսքից Չի լսվի ցենս Աբրահամ դուք ձեր հորը գործերը կնեք այն ատենը սին անոր մենք պոռնկություններ չենք ծնած մենք մեկ հայր ունենք որ է Աստված Ահա երեխեք ստեղ մե պահամ կագնենք միամ կարևոր միտքսեմ էլի Որ մեկին կսես դու մեղքի մեջ ես մեկից կսես պոռնկություն չեմ մենը գիտեն թե մենակ պոռնկությունն է բայց խաբար չէ որ կա նաև հոգևոր պոռնկություն ու գիտեք հոգևոր պոռնկությունը ո՞րն է երբ որ դու փեսայիդ կթողնիս ու սատանային կծառայես դիգել է պոռնկություն մենակ պոռնկությունը ֆիզիկական ոլորտին չի վերաբերվի կվերաբերվի հոգևոր ոլորտին եւս դու կնաս հոգևոր պոռնիկ եղնես հայնության մեջ չեք ու դոր կինը որ շատ պոռնիկի ու շատ չրերի վրա կնստի նայեք մենք պոռնկությունից չենք ծնված մենք մեկ հայր ունենք որ է Աստված Սիգե գիտեք են որ մարդկանց մասին խոսային կարծրատիպ մարդկանց որ իշքան կուզես խոսային իժա մեղքերը կարտարացնե Մարդկա կսիրե ժամերով խոսալ ու արտարանալ ես օրինակ պես մարդկանց հետ չեմ խոսայի երկար Կաշ կոնկրետ այն ինչ որ Աստված ինձ կսեք փոխանցեմ ու կսեմ մնացածը տիրոջից առ Եթե տիրոջինն ես ես քեզի բան չունեմ սելու թող Տերը քեզի պատասխանը ես Աստծուց եմ թե Աստծուց չեմ Եթե դու Աստծուց ես մի աբացուցե հեշմարտու որ դու Աստծուց ես որովհետև Աստված 5-ը կաբացուցե այն ինչ որ աբացուցած է դիք աբացուցել պետք չէ իսկ ում կաբացուցես Ցակ վեդրոյի մեջ իշքան ջու լծես տակից կթափի իմաստը ո՞րն է քու տանջանքդ ինչի չկան վեդրոներով տակը փագե այդտեղ ջուլից Շարունակեք քուրս Հիսուսը սավանց եթե Աստված ձեր հայրը լար պիտի սիրեիք զիս վասնզի ես Աստծմե ելա ու եկա ոչ թե ես ինքիր մեզ եկա հապա անիկա զիս հրկեց Ահա Ինչի մասին խոսա Հիսուսը ասավ նրանց եթե Աստված ձեր հայրը լիներ պիտի սիրեիք ինձ Ընց ինչի չես սիրե որովհետև իմ քու պապա նույն հորից ծնված չենք ինչի ինձ սիրես Դու Աստծունը եղնիս դու Աստծուն եղնես դու անկախ քենից ինձ կսիրես Հիսուսը կսե ու դու կսիրես այն մարդուն ու մեջ նոր Հիսուսը կբնակվի Օրինակ շատ մարդիկ կան որ մեկնությունների մեջ կային Աննաքուր ես քեզի շատ կսիրեմ Երեխեք ինչի կսիրեն Դիք խոնձի չեն սիրել իմիջից Հիսուսին կսիրեն Կտեսնին որ Տերը իմիջիցս կգործե ու եթե տիրոջինն են իրանք չեն կրնա քեզի չսիրեն Իսկ եթե քեզի չեն սիրե ուրեմն իրանք պարզապես տիրոջինը չեն ստեղ պարզ սկսե Հիսուսը Եթե Աստված ձեր հայրը լիներ պիտի սիրեիք ինձ քանի որ ես Աստծուց ելա ու եկա ոչ թե ինքս ինձանից եկա հապա նա ինձ խրկեց Այսինքն ես կարգ ու կանոնի երեխա եմ Հիսուսը Ես ինձնով չեմ եկե ես անպատասխանատու չեմ ինձի իմ պապաս է խրկե Դուք ինձ ինչի չեք ընդունել որովհետև հորսը չեք ընդունել Եթե հորս ընդունեիք հորիցս խրկազինեք կընդունեիք Հիմի տիրոջ երեխին ով չի ընդունե ով դեմ կխոսա ով որ մեղքին կծառա երեխեք ու մեղքին կծառայե ինքը կրնար հանգիստ քեզի թողնի ու էշտա քեզի մեղադրելով էս բաների մեջ որի մեջ դու չկաս որպեսզի ինքը չփոխվի բայց քեզի մեղադրելով դու մեղավոր չես դառնա ինքը իր մեղքը կավելացնե որ ոչ թե կուզե փոխվի այլ կուզե չփոխվի քեզի մեղադրելով Ինչ որ այն օր առանցանք մնասների առակը չէ որ կսե դու քուց չցանածը տեղը կհնձես Բա որ ես քեզի մնաս չեմ տվե սերմը տվել եմ չէ սերմը տվել եմ դու կսես ինձ չես տվել ու կհնձես Բա այդ քու մետ այգանդ ով էր տվել քեզի Այսինքն մարդիկ կան որ իրանց արարքները արտարացնելու համար իրանք առաջնորդին կմեղադրեն Տիրոջը կմեղադրեն Տիրոջից դրած առաջնորդին կմեղադրեն որովհետև իրանք չեն ուզե փոխվին ու եթե չեն փոխվի իհարկե դու ես մեղավոր Ինչի Ադամը Աստուն չմեղադրեց որ ինքը մեղքեր գործի ինք իմ նոր տունձի տվիշ Ինքը ինձ տվավ ու կեր նայեք այդ նախադասությունով իսկ ինքը կսոր դու ես ինձ այդ կնոջը տվել
Դե այս պտուղներն էլ էի ես քեզ տվել, չուտեիր։ Չէ, այն ամեն ինչը ես էի քեզի տվել, բայց նաև տվել էի խոսք կնոջ հետ միաժամանակ, որ այս պտուղից եթե ուտեք, անշուշտ պրիմերնիկ։ Այսինքն, դիք կինը ինչ կսեր, օծն է մեղավոր։ Հեչ մեկը ոչ Ադամն էին մեղավոր, ոչ Եվան։ Այն որ կսե